Էրդողանը քաղաքական առումով որսորդ կարող ենք համարել, որը ճիշտ պահին կարողանում է կողմնորոշվել ու հարձակվել։ Այս ոճով նա կարելի ասել հաղթել է բանակին Թուրքիայում, հաղթել է ընդդիմադիր ուժերին, հաղթել է գաղափարախոսությանը քեմալական տարբեր։ Հիմա ինչ վերաբերում է Իմամ Օղլուին, տեսեք, Իմամ Օղլուն ավելի նոր սերնդի ընդդիմադիր գործիչ է, որը ունի հաջողությունների պատմություն։ 2 անգամ ամենամեծ քաղաքում Թուրքիայի Ստամբուլում, որը Էրդողանի համար էլ շատ սիմվոլիկ ու կարևոր նշանակություն ունի, որտեղ Էրդողանը իր քաղաքական ուղին սկսել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով, նույն ճանապարհն է անցել, նույնպես ձերբակալվել է, քաղաքապետ եղած ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել է եւ այլն, եւ կա քաղաքական միֆ Թուրքիայում հայտնի, որ ով դառնում է Ստամբուլի քաղաքապետ, նա կարող է դառնալ երկրի ղեկավար։